Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիմա կարող է ազատ հեղափոխություն անել, ինչպես օրինակ 2018 թվականին ձեզ հաջողվեց անել, օրինակ մասնավորապես ռադիոտուն մուտք գործելու ժամանակ որևէ խոչընդոտի չհանդիպեցիք, իհարկե դռները ջարդելով պետական ռազմավարական կառույց մտնելով, հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին եթե որոշի հեղափոխություն անել ուզի գա ազգային ժողովի դռները բացել, վստահաբար քրեական գործ է հարուցվելու նրանց վրա։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է հեղափոխություն անել։ Իդեպը փորձել են դարպասները ջարդել, մուտք են գործել ազգային ժողով, ծեծի են ենթարկել ազգային ժողովի նախագահին եւ թողել են ծեծը, որտեղ մտածել են, որ արդեն մահացած է ազգային ժողովի նախագահը։ Նման դեպքեր եղել է եւ բոլորը, այս էլ մեզ հնչող քննադատությունների մի մաս է, որ դեռևս բոլորը պատասխան չեն տվել դրա համար, բոլորը պետք է պատասխան տան։ Ռադիոտուն մուտքը 18 թվականին եթերի համար է եղել, իսկ հիշում եք, որ ամենամարդաշատ հեղափոխությունից հետո ընդդիմության հանրահավաքը եղել է ուրեմն Բագրատ Գալստանյանի ժամանակ, նա էլ գնաց հասավ հանրային եւ ի տարբերություն 18 թվականի իշխանությունների մեր իշխանության օրոք հանրայինում հրավիրեցին նրան ուղիղ եթերում իր ուզած հարցազրույցին։ Տարբերությունը շատ ակնհայտ է, որովհետեւ դռները բացվել է նրա